Փոքրիկ իշխանի մոլորակում միշտ էլ եղել էին հասարակ ծաղիկներ, զարդարված միայն թերթիկների մի շարանով, նրանք շատ քիչ տեղ էին զբաղեցնում ու ոչ մեկին նեղություն չէին տալիս։ Մի գեղեցիկ առավոտ հայտնվում էին խոտերի մեջ ու երեկոյան անհետանում, բայց օրերից մի օր, չգիտես որտեղից, հայտնված մի սերմից փուսել էր այդ ծաղիկը, և փոքրիկ իշխանը սկսել էր հետևել նորելուկին, որ նման չէր մյուսներին, չէ որ դա կարող էր բաոբաբի նոր տեսակ լինել, բայց շուտով թուփը դադարել էր աճել, ու ցողունի վրա մի կոկոն էր հայտնվել։ Փոքրիկ իշխանը, որ ականատես էր հսկայական կոկոնի հայտնությանը, զգում էր, որ դրա միջից չնաշխարհիկ մի էակ էր դուրս գալու, բայց ծաղիկը, պատսպարված իր կանաչ հարկի տակ, շարունակում էր պատրաստվել գեղեցկանալ։ Խնամքով ընտրում էր իր գույները, անշտապ հագնվում էր, մեկ առ մեկ ուղղում թերթիկները, չէր ուզում վայրի կակաշների նման ճմրթված հագուստով հայտնվել, ուզում էր երևալ իր գեղեցկության ողջ փայլով։ Ինչ արած։ Ծաղիկը շատ սեթևետ էր, և ուրեմն այդ խորհրդավոր հարդարանքը ձգվել էր օրեր, ու մի առավոտ նա վերջապես հայտնվել էր, ճիշտ արևածագի պահին։